Բողոքի ակցիա, քաղաքացիները հավաքվել են ID բանկի դիմաց և դժգոհում են բանկերում տեղի ունեցող կիբերհանցագործությունների վերաբերյալ։ Նրանցից մեկը նշում է. «Իմ հեռախոսով մուտք եմ գործել մոբայլ հավելված, բավականին երկար ժամանակ պտտեց, իբրև թե տվյալներս ա ստուգում, այնուհետև անջատեցի, մտածելով ինտերնետի հետ խնդիր կա, 5 րոպե հետո եկավ նամակ, ձեր դիմումի համաձայն դուք վարկավորված եք։ Զանգել եմ բանկ, մոտեցել եմ գլխամաս, ասում եմ, եթե ես չեմ արել, իմ հեռախոսով միայն հավելված եմ մուտք գործել ու վերջ։ Ինչու ձեր անվտանգության համակարգը IP ադրես չի տեսել, ասեց, մենք չունենք նման համակարգ, մեր անվտանգությունը չի կարող ստուգել։ Սրանք բաց թողումներ են, որոնք ունի բանկային համակարգը։ Նույն բանկը ինձ ասում ա խակերը ջարդել ա մեր էջը և նույնատիպ էջ ա բացել մոբայլ հավելվածի և ուղարկում ա մարդկանց։ Ես ինչքանով պիտի կրթված լինեմ, IT ոլորտի մասնագետ չեմ, էդ ինչպես պետք է ամբողջը բացեմ, կարդամ, տեսնեմ խակեռ ա ու մուտք չգործեմ։ Իրենց ցույց եմ տվել էջը, հարցնում եմ նման ա ձեր էջին, ասեց նույնականացված լրիվ մեր էջն ա, դուք չէիք էլ կարող իմանալ, որ սա մենք չենք։ Ինչու մի բան չեք անում, որ խակեռները չկարողանան կոտրեն։ Հունվարից հետո նոր համակարգը մտցրել են բանկ։ Ես եթե մինչև հունվար եմ ընկել այս պատմության մեջ, դա ոնց ենք անելու։ Ինձ միայն տվել են միջանցիկ հաշվեհամար, որը կոնկրետ Արջին բանկի հաշվեհամարն ա եղել և փոխանցվել ա 2 այլ համարների, որոնք ինձ չտրամադրեցին։ Աշխատակիցը անմիջապես ասեց, սա սովորական ձեռագիր ա, փոխանցվել ա Ռուսաստան, որի համար 3 օր հետո ինձանից գանձել են 8000 դրամ միջնորդավճար։ Մոտեցել եմ բանկ հասկանալու ինչ փոխանցում ա, որ ամեն մեկի համար 4000 դրամ են գանձել։ Ասեց Ռուսաստան էքսպրես փոխանցում ա կատարում, այսինքն իրենք գիտեն ուր ա գնում և ինձ չեն տալիս ոչ մի տվյալ։ Ես բանկին տեղեկացրել եմ, որ չեմ վճարելու, քրեական վարույթը ներկայացրել եմ, որի հիման վրա մերժման նամակ եմ ստացել։ Գիտեմ, դրա համար կարամ ընկնեմ սև ցուցակ, վաղը մյուս օր կալանքի հասնի իմ ամբողջ ունեցվածքը։ Բայց ես միևնույն է ասել եմ գրավոր տեքստով ուղարկեք ձեր պահանջները և բողոքները, ապացուցեք, որ վարկը ես եմ վերցրել։ Ես եմ հանել օգտագործել, բերեմ վճարեմ, ես էդ գումարը չեմ տեսել, ոնց վճարեմ։